ուշադրություններում որոշել եք մոկին եք քվեարկել։ Դեռ չեմ որոշել, ոչ մի բան չեմ որոշել ես։ Չէ, դա գաղտնիքա չենք էլ կարալ ասեմ։ Ում տենք ընտրել, ում չտենք ընտրել։ Իսկ ինչպեսի պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետ ձեր կարծիքով, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի։ Բարեկեցիկ կյանքի։ Եվ կուլտուրայի տեսակետից, եւ քաղաքական հանրապետությունը լավ նայելու։ Ինչպեսին պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը, ինչ խնդիրների վրա շեշտադրել։ Ես այս պահին անձիանուն չեմ շեշտի, բայց ամենակարևորը կիրթ եւ ազգային։ Հայամետ եւ պաշտպանի մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Հայամետ ավելի շատ այդպես վարչապետ։ Ամեկը մի բան են ասում, այն այս բանը հերախոսն էլ բաց եմ անում, այնքան բաներ եմ լսում, չգիտեմ որին հավատամ։ Դե մենակ գցում եմ ասում, որ Աստված վերևից տենում է, որը որ ճիշտ է, թող Աստված ընտրի, այդքան բան։ Այս հայ ազգը մեղք է։ Նախ առաջինը ուսանողների հարցը, որ աշխատանք չունեն, չեն կարողանում ուսման վճար տալ, մարդիկ կան գյուղերից են, ուրիշ քաղաքներից են, որ այստեղ վարձով են ապրում, աշխատանք չունեն, իսկ ստեղի աշխատանքները հարմար չեն ուսանողության համար։ Առաջին խնդիրն է դա։ Օրինակ իմ ընկերնի անունից ես այստեղ բնակության խնդիր չունեմ, էլի, մենք այստեղից ենք, բայց օրինակ շատ ընկերներ ունեմ, որ մարզից են ու իրանց համար շատ դժվար է, վարձը շատ թանկ է տների ու իրանք չեն կարողանում եւ միաժամանակ տան վարձի գումարը տալ եւ ուսման վարձերը տան։ Սոցիալական շատ խնդիրներ կան, էլի, այս պահին մենակ ուսանողներին չտարեցնի համար շատ դժվարություններ կան, առհասարակ ընդհանրապես Վանաձորի համար ինձ թվում է շատ մեծ խնդիրներ կան։ Աշխատանք չկա, դա ամենամեծ խնդիրն է։ Աղջիկ ջան, երկիր չկա, պետք է գործարաններն աշխատի։ Գործարանները առանց աշխատանքի չի լինի։ Ես 16 ժամ աշխատել եմ սովետի ժամանակ, որը 16 ժամ։ Հիմա ինձ նպաստա թոշակը, կոմունալ վարձերամուծում են, այդ բան չի մնում։ 45 գործարան Վանաձորում։ Ամեն գործարանը 1500 հոգի աշխատել։ Խիմկոմբինատը կրվգասուտկի աշխատել է 24 ժամ։ Հիմի փակված է սա, գործարաններ չկա։ Ոչ մի գործարան չկա։ Կառավարության ղեկավարն ասում են, որ 50%-ով մարդկանց կյանքի որակը լավացել է։ Ձեր կյանքի որակը քանի տոկոսով է լավացել այս ընթացքում։ Ես ճիշտն ասած թոշակառու մարդ եմ չեմ էլ զգացել, գսենք թե ոնց ինչ։ Ես մեր վարչապետից մի քիչ վիրավորված եմ, որ թոշակառուներին վիրավորել է, բայց այն օր ասավ թոշակառուները ինչ պետք է անեն այդ 10,000-ը։ Ասենք 2 կոպեկ թոշակ ավելացրեց, դրանով ասենք լավ դա կամ վատ է, բայց ժողովրդի վրա այնքան հարգ տուրք դրեց, որ ոնց ասած մզեց լրիվ։ Այդ Դուք հավատում եք երկարատև խաղաղությանը։ չեմ հավատում, մանավանդ Իրիգունը Տարա Միրզոյանը խոսում էր, մեկը հարց տվեց, ասա պատերազմի, ասա հավանական է որ լինի, դրա համար մենք չենք հավատում։ Եվ հավանական է որ պատերազմ են լինել։ Որոշել եք առաջիկա խորհրդանական ընտրություններում ում օգտին եք քվեարկել։ Այո, Ունեք նախընտրած տեխնացի։ ընդդիմությանն եմ ավելի շատ ձայն տալու բնականաբար։ Եվ ինչպեսին պետք է լինի ձեր կարծիքով երկրի հաջորդ վարչապետը, ինչ խնդիրների վրա պետք է ուշադրություն դարձնել։ Առաջին հերթին երկրի վարչապետը պետք է լինի ուժեղ, կարողանա իր երկիրը լավ ներկայացնել բոլոր մակարդակներով, բոլոր տեղերում եւ իհարկե մտածող լինի իր երկրի մասին։ Ամենակարևորը հայրենասեր մարդ պետք է լինի։ Տեխնացուի անուն բնականաբար չեմ նշի, բայց պետք է ճուանա իր պատմությունը, ճուանա Արցախը, ճուանա այն ինչ ունեցել ենք եւ Նժդեհի, Անդրանիկի եւ մեր մնացած հերոսների շարունակողը լինի եւ այդ գաղափարախոսությունների կրողը, այլ ոչ թե ժխտողը եւ Հայաստանը փոքրացնողը։ Ձեր կարծիքով Փաշինյանի կառավարմանը տարիները ինչ խլեցին Հայաստանը։ Խլեցին իմ ընկերներին, խլեցին իմ հարազատների ընկերներին, խլեցին լիքը աղջիկների սերերին, շատ բան խլեցին ամենակարևորը, խլեցին մեր զինվոր ընկերներին, մեր զինվոր եղբայրներին եւ իհարկե խլեցին մի շատ կարևոր տարածք,
Հայաթափվեց Արցախը, չարվեց ոչինչ, եւ ինչ տվեցին, ոչինչ բնականաբար, բայց խլեցին ամեն ինչ, ինչ թողեցին։ Փաշինյանն ասում է, եթե ես չընտրեմ, մենք չընտրվենք, պատերազմ է լինելու։ Շատ ներեցեք, բայց իր օրոք քանի պատերազմ եղավ, հա, որից մեկի մասնակիցն էլ եղել եմ։ Ինչևէ, համենայն դեպս ես կասեմ, որ 7-8 տարվա մեջ եղավ 3 պատերազմ։ Շատ քիչ տարածք է մնացել մեր երկրում։ Տեսեք ինչքան ենք կորցրել, ես չեմ պատրաստվում կորցնել մնացածը եւ ես չեմ պատրաստվում լքել իմ հայրենիքը։ Ամենայն դեպս ես հակադարձումս հետեւյալն է, որ իսկ երբ դուք կառավարում էիք, արդյոք խաղաղություն էր այդ կառավարման տարիներին։ Պատմությունը երբեք չի մոռացվում։ Մենք պետք է ամուր կարճած լինենք մեր ազգային արժեքներից, երբեք չմոռանանք այն, ինչ արվել է, ու չներենք։ Հիմա շատ է քարոզում Թուրքի հետ, ադրբեջանցու հետ բարեկամություն, հարևանություն անելու, առևտուր անելու թեզը։ Ես այս պահին չեմ ուզում իմ կարծիք հանրայնացնեմ, բայց այդ թեզը առաջ մղողներին, այդ թեզի համար այդպես կռիվ տվողներին, որ կարելի է Թուրքից քաղաքակիրթ մարդ ստանալ, ավելի լավ կլինի խորհուրդ տամ նշտեղ կարդան։ Ձեր կարծիքով Հայաստանի հաջորդ վարչապետը ինչպիսին պետք է լինի։ Ժողովրդի ընդունող, ժողովրդին հարգող, ժողովրդին սիրող, որը կլինի չգիտեմ։ Իսկ Փաշինյանի կառավարման 8 տարիները ինչպես է գնահատում։ Լավ էլի։ Միջին։ Ինչ բաց թողումներ ունեցավ։ Շատ բաց թողումներ ունեցա։ Չէ, չեմ ուզում թվարկել։ Դուք գիտեք։ Իսկ ձեր պատկերացրած տեխնոլոգիան ինչպիսին պետք է լինի։ Ամենքը մի լավ բան ասում են, դրանց սինտեզը, այդ ձևի չկա։ Նախկինում մասնակցել եք։ Հա, Սերժի վաղտը բայց իրան չեմ ընտրել։ Այն ժամանակ ուրիշի եմ ընտրել։ Փաշինյանի ժամանակ չէ։ Ես այն ժամանակ էլ չեմ իրան ընտրել, դրանից հետո էլ չեմ ընտրել, հիմա էլ չեմ ընտրել։ Որոշել եք, որ քաղաքական ուժին եք տալու ձեր քվեն։ Հաստատ ոչ ներկայիս։ Տեսնում ենք իրենց վարած քաղաքականության արդյունքը, թե ինչերի են քանգում այս պահի դրությամբ, ու այս ամեն ինչը տեսնելով, այս իրականության մեջ ապրելով, արդեն հասկանում ենք հետագա տարիներին, եթե էլի իրենք լինեն, ինչ աղետի առաջ կկանգնենք ամբողջ հայությամբ։ Այս 8 տարիներին ինչ կորցրեցին։ Ամեն ինչ։ 5000 եկող սերունդ, նոր կերտվող, նոր ձևավորվող սերունդ ու կարելի ասել ինքնություն։ Մեր ինքնությունը կորցրեցինք, մեր պատիվը կորցրեցինք, հարգանքը կորցրեցինք մնացած երկրների մոտ եւ հենց ինքներս մեր մեջ, մեր երկրում խայտարակվեցինք։ Ասում են հիմա խաղաղություն է, փոփոխություններ չկան սահմանում։ Այդ փաստաթուղթը, որ ստորագրվել է, նախաստորագրվել է անցած տարվա ամռանը, ինչքանով է երկարաժամկետ խաղաղության երաշխիք։ Իսկ ինչի գնով։ Հաշվի առնելով, թե մենք ում հետ ենք կնքել այդ չեմ էլ կարող ասել պայմանագիրը, այդ թուղթը ում հետ ենք մենք ստորագրել, կարող ենք միանշանակ հաստատորեն ասել, որ չի լինի, որտեվ նրանք մարդ չեն, նրանք ցեղ են, նրանց հետ ոչ մի բան կնքել չի լինի, ոչ մի համաձայնություն, ոչ մի ամեն պահի իրանք կարող են դա